Շնորհակալություն պատվարժան դատարան, նախ ուզում եմ անդրադառնալ մեղադրողների այն դատողությանը, որ եթե իրենք մեղադրանք են պաշտպանում, նույն տրամաբանությամբ մենք էլ պաշտպանություն ենք իրականացնում, նշանակում է մենք էլ մեր պաշտպանության ժամանակ նշենք, որ հավանաբար մեղավոր չի, ամենևին այդպես չի, սահմանադրությամբ նշված է, որ մեղադրողները, այսինքն սահմանադրությամբ մեղադրողները հանդիսանում են պաշտոնատար անձ, սահմանադրությամբ նշված է, որ պաշտոնատար անձը իրավասու է կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված է օրենքով։ Ի տարբերություն դրան, փաստաբանության մասին օրենքով նշված է, որ փաստաբանը պաշտպանը իր հստավորտին պաշտպանում է օրենքով չարգելված բոլոր տեսակի միջոցներով։ Մեր տարբերությունը հենց այդպես է, այո, ես պետք է ասեմ, որ ինքը անմեղ է, բայց դուք ասելու ժամանակ պետք է ասեք, որ հավանաբար հնարավոր է կատարած հանցագործության համար։ Սա առաջինը։ Եվ երկրորդը, մի հատ հայտարարություն եւ վերջացնեմ խոսքս, հայտարարությունը հետեւյալն է։ Կարապետ Ղուկասյանը իր խոսքում ասաց, որ ինքը առողջական խնդիրներ չունի։ Իրականում պատվարժան դատարան Կարապետ Ղուկասյանը ունի լուրջ առողջական խնդիրներ, պրոմպտոլոգիայի հետ է կապված, դրա համար վերջինս տղամարդկային իր այսպես ինքնասիրությունը թույլ չտվեց շատ մանրամասնել, մենք նաեւ այդ կապակցությամբ կներկայացնենք որոշակի բժշկական փաստաթղթեր, այո, ուրեմն անհրաժեշտություն կա վերջինիս վիրահատական միջամտության։ Եվ ուզում եմ նաև մի այսպիսի ռետորական հարց հայտարարությամբ ավարտել, պատվարժան դատարան տպավորությունը, մանավանդ որ ուղիղ հեռարձակում է տեղ ունենում, այնպիսին է, որ Կարապետ Ղուկասյանի խափանման միջոց կալանքի տակ պահելու միակ հիմնավոր ապացույցը, ճակերտավոր հիմնավոր, դա վերջինիս ազգանունն է։ Այսինքն այս գործով բոլոր Ղուկասյանները պետք է լինեն կալանքի տակ։ Եթե իր ազգանունը լիներ Տուտունջյան, հաստատ դուստ էր։ Շնորհակալ։ Գտակ պատվարժան։